Սրբազան հայր այս պահին կալանավայրում են գտնվում հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոսներ Միքայել Աճապահյանը և Բագրատ Սրբազանը։ Ինչ զարգացումներ եք դուք տեսնում առաջիկայում, արդյոք նրանց կալանավորումով կարող եք կանգ առնել իշխանությունը։ Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արդեն դիրքորոշում է հայտնել, կարող եք այդ դիրքորոշմանը ծանոթանալ։ Որպես վեհարանում իրադարձություններին ականատես մարդ, ինչ տեղի ունեցավ այդ օրը, կարող եք վերարտադրել։ Կարծում եմ դուք տեսել եք ինչ տեղի ունեցավ եւ ես իմաստ չեմ գտնում վերարտադրել։ Տեսեք, այն ինչ տեղի ունեցավ նախ օրենքի շրջանակներում խնդիր ուներ, բառացում իմաստով գրոհ էր, այդպես դիտարկվեց հանրության լայն շրջանակների կողմից, այդ գրոհի ժամանակահատվածում շատ հուզիչ էր նաև ձեր քարոզը, ձեր խոսքը, հորդորը ուղղված ազգային անվտանգության ծառայողներին, այդ մասով չեմ կարող ուրեմն առանձնացնել, թե ում էր ուղղված, բայց ուղղված էր բոլորին, եւ ազգային անվտանգության ծառայողներին, եւ ոստիկանության, եւ հատուկ այդ ծառայությունների ներկայացուցիչներին, այո, մենք չէինք պատկերացնի, ես օրինակ չէի պատկերացնի երբևէ, որ Մայրաթորի տարածքում նման գործողություն կիրականացվի։ Միևնույն ժամանակ, տեսեք, ես չեմ բացարձակապես անընդունել եմ համարում այդ գործողությունները, միևնույն ժամանակ անընդունել եմ համարում հարցը կուսակցականացնելը։ Ինչ նկատի ունեք այդպես ասելով Սրբազան։ Շատ լավ գիտեք ինչ նկատի ունեմ, որ փորձում էին, այո, տեսել ենք, որ փորձում էին հարցին կուսակցական բնույթ հաղորդել, քաղաքականացնել, եւ ես շատ ուրախ եմ, որ Միքայել Սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Հայ եկեղեցին, թողեք խոսեմ, հայ եկեղեցին երբևէ որևէ ուժի, որևէ քաղաքական կուսակցության ձեռքին կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու։ Էսի պիտի բացառեն։ Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր պետականությանն են առնչվում, մտահոգում են մեր ազգին, այդ բոլոր հարցերի վերաբերյալ մենք դիրքորոշումներ հայտնել ենք ու շարունակել ենք հայտնել։ Բայց մեզ որևէ մեկը թող մտքով չարտասնի դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ։ Մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու են։ Ներողություն եմ խնդրում, Սրբազան, դուք շատ կարևոր հայտարարություն արեցիք, այսինքն ես ուզում եմ հստակեցնել, եղել է եկեղեցականների որոշումը, եղել է եկեղեցականների ում դուրը կգա իմ ասածը, ում դուրը չի գա, ես ասեցի։ Եվ Եկեղեցին փորձել են գործիք սարքել։ Հարցը քաղաքականացնելու իմաստը ինչու մեր այդ դեպքում։ Ովքեր որ փորձել են, գնացեք ուսումնասիրեք, լրագրող եք, դուք ինձ եք հարցնում։ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական էր, մեկ անձի հրահանգով եւ նրա շարունակական թիրախավորման հետևանքով։ Հայ եկեղեցին դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե չի բավարարում, գնացեք նորից ընթերցեք դիրքորոշումը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Այսինքն եղել են անձիկ, ովքեր պղտոր ջրում փորձել են ձուկ որսալ։ Ես պարզ չասեցի, ինչ էր նշանակում այդ ժամանակ իմպիչմենտի թեկնածու, այդ իրավիճակում այդ տեսակ հարց առաջ բերելու իմաստը որն է։ Էլի բացատրեմ, թե հասկանալի։ Հասկանալի էր, ու շատ ուրախ եմ, որ Սրբազանը շատ ճիշտ որոշում կայացրեց։ Որ Միքայել Սրբազանը պիտի գնա իրավապահ մարմինների մոտ։ Դա Միքայել Սրբազանի անձնական որոշումն է եղել, որը կայացվել է փաստաբանի հետ խորհրդակցության արդյունքում։ Կներեք, իսկ Միքայել Սրբազանը, կներեք, իսկ մենք օրենքի տիրույթից դուրս կարող են գալ, ասեք։ Ձեր նկատմամբ օրենքի տիրույթից Եթե իմ նկատմամբ հիմա որոշում կայացվեց, որ ես ինձ պիտի ձերբակալեն, եթե մնար Միքայել Սրբազանը, եթե Միքայել Սրբազանը մնար, բախումներ կլիներ, բախումների ավելի կխորանային, որտեղ արդեն հրահրողներ կային։ Բախումներ, լավ։ Ներողություն, եկեղեցին ինֆորմացիա է ունեցել, բացի այդ ասեցի ինչքան պետք է ու ինչ պետք է, մնացածով դուք զբաղվեք։
չգիտեմ։ Ես ինչ իմանամ։ Ես չգիտեմ։ Ովքեր երևի ես չէ, այդպես ես ոչ մի ուժի անուն չեմ տա։ Դուք շատ լավ գիտեք։ Բայց եթե զորք է ուղարկվել, զինված զորք է ուղարկվել Վեհարան, ժողովուրդը շատ դուրս է վատ եկել է, պաշտպանելու, դատապարտում հոգեբանությունը դուրս է ենք։ եկել պաշտպանելու, ինչպես է Դատապարտում ենք այդ երևույթը, դատապարտել ենք, շարունակում ենք դատապարտել այդ երևույթը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին այն միջավայրը չի, որտեղ կարելի է այդ գործողությունը իրականացնել։ Ասել եմ, շարունակում եմ կրկնել։ Ինչ ասեմ են։ Ձեր կարծիքով Միքայել Սրբազանը միտումնավոր էր եկել այդ օրը Վեհարան, գիտեր, որ իր հետևից գալու է։ Այդ օրը կներեք, պետք չի շահարկել, ինչ թաքնվել։ Կներեք, կթողեք ես պատասխանեմ մի հատ։ Չեմ պատասխանի ձեր որևէ հարցին։ Հիմա մեկի հարցին պատասխանեմ, թե 5-ի։ Ես մոռացա, չգիտեմ ինչին պատասխանեմ։ Սրբազանը այդտեղ Չէր թաքնվում, կներեք, չէր թաքնվում Միքայել Սրբազանը, Մայրաթորը պետք չէ այդպիսի գնահատական տալ։ Այդ օրը ժողով կար, քահանայի ժողով կար Մայրաթորում եւ Միքայել Սրբազանը որպես այսպես կանոն արդեն տարիներ շարունակ ինքն է ղեկավարում, ինքն է կազմակերպում, այդ նպատակով գտնվում էր Էջմիածնում։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի վեհապարի դեմ սկսած այս արշավը։ Շատ անընդունելի, միանշանակ անընդունելի, կներեք եւ ավելացնեմ բամբասանք ուղակի, այն ինչ որ վերագրվում է վեհապար Հայրապետին, դա որակում իբր բամբասանք։ Արշավը շարունակվում է հատկապես Եվ կներեք, ասել եմ, նորից եմ ասում, ավելի լավ է բացահայտեն, հայտնաբերեն այդ բամբասանքի աղբյուրին։ Իսկ Լավ։ հիմա Փաշինյանը արդեն ամուսնացյալ հոգևորականներին է բարբերաբար դիմում, կարող է եղբայրներ է անվանում, ասում է կաթողիկոսնել է իրեն եղբայր իրեն համարում է, այս առումով ինչ կարող եք ասել եւ արդյոք այս ճանապարհով ասելու այդ առումով ինչ ասեմ, ամեն գրառում մեկնաբանեմ, հա։ Ինչ ասեմ։ Եկեղեցին ինչ ցույց տվեց, այդ գրոհի օրը հոգևորականները ինչ ցույց տվեցին, որ վեհապարին պատրաստ են, այսպես Նիկոլ Կներեք, ինչ եք դուք վեհապարին, ինչ եք վեհապարի անձի հետ կապում ամեն ինչ։ Խոսքը հայ եկեղեցուն է վերաբերում։ Խնդրում եմ մի կենտրոնացեք վեհապարի անձի վրա։ Վեհապարը իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է։ Եկեղեցականի նվիրումի օրինակ է։ Եվ մեր համար վեհապար Հայրապետը միշտ եղել է վերջնական աղբյուր, որովհետև վեհապար Հայրապետի օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել, ծաղկել է։ Սրբազան ներողություն եմ խնդրում, այսինքն համախոհներ Փաշինյանը չի կարող եկեղեցում գտնել։ Բացառում եմ։ Սրբազան Նիկոլ Կներեք, կթողեք ես պատասխանեմ հարցին, հետո հերթով տվեք, բոլորիդ հարցին կներեք։ Եթե մեկը ուխտից, այ որ ուխտից են խոսում, ուխտը սա է, այդ ուխտից հրաժարվեց կամ շեղվեց, այն նա Փաշինյանի ասած ուխտադրուժն է։ Լավ, եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ, լավ։ Իսկ ուխտադրուժներին կարգալույծ են անում, որպես կանոն։ Սրբազան, ինչպես կմեկնաբանեք օրինակ Նիկոլ Փաշինյանի 3 առաջին օրը համալսարանում արածանի հայտարարությանը, թե ինչու է Մայրաթորը կառուցվել հենց Էջմիածնում կամ Հիսուսը պատահական չի իջել Էջմիածնում։ Չեմ, տեսեք, որ վաղար շաբաթը այդ շրջանում, պատմական այդ շրջանում մայրաքաղաքն էր, դա միանշանակ պատմական ճշմարտություն է, եւ որ եպիսկոպոսապետի աթոռը պիտի լինի մայրաքաղաքում, դա էլ է ճշմարտություն։ Միշտ պատրիարքը կամ եպիսկոպոսապետը համարվել է մայրաքաղաքի առաջնորդ։ Բացի այն, որ բոլոր առաջնորդները ենթակա են եղել նրան, նաև օրինակի համար Երևան քաղաքի առաջնորդը իրական վեհապար Հայրապետն է։ Տեսեք, Մոսկվայի առաջնորդը պատրիարքն է Կիրիլ, Թբիլիսինը Իլիա պատրիարքն է, Հռոմի առաջնորդը Փաշինյանի ասացի մեջ ոչ մի սխալ բան չկար, բայց թե ինչու է իջել, Չէ, բայց ասում է
մայրաթոռը կառուցվել հենց Էջմիածնում, որովհետև ասում են Մայրաքաղաքն էր, հա, ճիշտ է, ասում մայրաքաղաքն էր։ Ասեն, որ ըստ առասպելի եւ ավանդույթի, որ իջավ միածին եւ հենց այդ վայրում Բայց ով է ժխտում այդ ավանդույթը։ Մեկը մյուսին չի հակասում։ Մեկը կներեցեք, մեկը մյուսին չի հակասում։ Ես տեսեք։ Կներեք, երկու սրբազան կանոնավորվել են մտահոգություններ կան։ Հիմա դուք վիճելու եք։ Մտահոգություններ կան, որ կարող է Փաշինյանը քրգործ պատվիրի նաև վեհապարի կապված։ Չեմ կարող ասել։ Ես խնդրում եմ դուք Սրբազան ներողություն չեմ հասկանում։ Սրբազան ներողություն եմ խնդրում, շարունակական է այս գործընթացը Փաշինյանի կողմից, դուք էլ տեսնում եք ու ոչ միայն Փաշինյանի կողմից, այլ նաև իր թիմակիցների, Կներեք, մի ասեք, ես ինչ եմ տեսնում, ես ինչ տեսնում եմ։ Հիմա շարունակական է, թե շարունակական չի, ես չեմ կարող պնդում անել։ Ինչ եմ տեսնում, ես չեմ տեսնում։ Ես չէի ուզենա շարունակական լիներ։ Ահա որ չենք ուզենա, որ շարունակվեր։ Ոչ թե մենք վախենում ենք, չէ, որովհետև սա մեր հասարակական համակեցությունն է խախտում, համերաշխությունն է փլուզում։ Դրա համար չենք ուզենա, որ շարունակական Եվ հոգևորականներին եւ նաեւ Միքայել Սրբազանի պաշտպաններին մեղադրում են, ասում են դուք թույլ տվեցիք, որպեսզի կոպիտ ասած զոհ տվեցիք Միքայել Սրբազանին, հաջորդը գալու են վարչապետի հետևից, որովհետեւ մայրաթոռները ըստ էության անարգվել, ներողությունը վեհապարի հետևից, ըստ էության մայրաթոռներ։ Հիմա ձեր հարցին մի քանի հարց բարձր, որ մեկին հաջորդը գալու են վեհապարի հետևից այս առումով։ Ուզում եք մեկնաբանեմ։ Այսինքն Մեկնաբանեմ ձեր ասածը, չգիտեմ, վստահ չեմ։ Կգնան այդպիսի քայլի թե ոչ, հետո վեհապար ինչ է արել։ Ինչ է արել։ Մենք Բագրատ արքեպիսկոպոսը ինչ էին արել, որ այս բանը Մայրաթոռի պաշտոնական հայտարարությանը ծանոթացեք այդ իմաստով։ Չգիտեմ ինչ են արել, նաև ծանոթացեք մյուսների իրավապահ մարմինների հայտարարությանը, այս երկուսը համադրեք, փորձեք հասկանալ։ Պատահական եք համարում, որ Ադրբեջանում բավական Չեմ հավատում, որ մեր հոգևոր եղբայրները իրենց թույլ կտային այդպիսի բաների մեջ մտնեն։ Չեմ հավատում, չեմ ուզում այդպիսի բան հավատալ։ Ու մենք աղոթում ենք մեր եղբայրների, գերիների ազատության համար։ Դուք պատահական եք համարում, որ Ադրբեջանում բավականին ոգևորված են եւ այնտեղ մամուլը քանի օր շարունակ մայրաթոռում տեղ ունեցած իրադարձություններին է անդրադառնում։ Ես պատահական չեմ համարում, բնականաբար թշնամի երկիր է, տեսնում է մեր ներազգային անհամերաշխությունը եւ դրանից պիտի ուրախանա ու ցանկացած թշնամի երկիր, ում ձեռնտու է մեր թուլանալը։ Իսկ պատահական եք համարում, որ Թուրքիայից վերադառնալուց հետո Փաշինյանը սկսեց այս կտրուկ գործողությունները եկեղեցիների։ Չեմ կարող մեկնաբանել, ուզում եք որ ասենք կապեմ Թուրքիայի հետ։ Կապում եք թե ոչ։ Երբեք չի ուզենա այդպիսի բան մտածել։ Չեմ, գիտեք, անգամ այն ինչ որ մայրաթոռում տեղի ունեցավ, չէ՞, մեր հետ տեղ ունեցավ, մենք էլ ներկա ենք։ Անգամ դրան չեմ ուզում հավատալ, բայց տեղի ունեցավ։ Չի ուզենա երբևէ այդպիսի բան մտածել, որ որևէ հայ մարդ ընդունակել չեմ ասում երկրի ղեկավար, ինչ որ պետության հրահանգ կատարելու, երբեք չի ուզենա։ Հայ ժողովրդին որպես սրբազան ինչ կասում, հա, որտեղ այս բային ժողովուրդը եւս փորձության առաջ է կանգնած, հա, մանիպուլատիվ անընդհատ տեղեկություններ, առհասարակ ինչ կասեմ, այս ներողություն սրբազան։ Այս ատելության մթնոլորտին պետք է վերջ տալ։ Ատելության մթնոլորտը միայն մեզ պարատել է ու թուլացնի։ Սա Ինչ է կախված սովորական քաղաքացիներից, եկեղեցին ինչպես կարող են սովորական մարդիկ պաշտպանել։ Ինչպես կարող են սովորական մարդիկ։ Պիտի ճանաչեն իրենց եկեղեցին։ Շատ ռետորական պատասխան։ Պիտի մենք ճանաչենք մեր եկեղեցին։ Հավաքվել պաշտպանում էին եկեղեցի սրբազանին, հետո դուք ասում եք սադրանք սկսվեց, ով սկսեց այդ սադրանքը։ Չգիտեմ, դուք լրագրող եք, գնացեք հետաքննեք, բարձեք ով սկսեց այդ սադրանքը։ Քաղաքացիները ցույց չեն տալիս, որ սրբազանը Կներեք, տարածք։ լավ,
Հա, մենք գնահատում ենք քաղաքացիների կներեք նվիրումը, մենք գնահատում ենք քաղաքացիների նվիրումը եկեղեցու հանդեպ։ Եկեք Սրբազանին մոռանանք, մտածենք ես եմ Սրբազանի տեղը։ Ես մտածում եմ, եթե գործ կա հարուցված, ես անպայման պիտի գնամ ներկայանամ։ Կապ չունի ինչ ընթաց կստանա։ Ես պիտի գնամ ներկայանամ։ Հակառակ դեպքում ես դուրս եմ գալիս օրենքի տիրույթից։ Ինչ անեմ, չներկան, փախնեմ։ Եթե ես ազնիվ եմ, արդար եմ, եթե հայրենասեր եմ, պետականության մասին եմ մտածում, գիշեր ցերեկ, ինչի պիտի ես խուսափեմ։ Եթե ես իմ կյանքը նվիրել եմ ազգի ծառայությանը, ումից պիտի խուսափեմ, ինչ որ իշխանություններից բացառվում է։ Ինչի Գրիգոր Լուսավորիչը 15 տարի գբում փակված չմնաց, մնաց չէ։ Ինչ խնդիր կա։ Ես ասել եմ, այն ժամանակ էլ հայտարարեցի, ասեցի եկեք բոլորից ձերբակալեք, ինչ խնդիր կա։ Եթե դա մեր պետականությանը կնպաստի, կամրացնի, խնդիր չկա, մենք պատրաստ ենք գնալ նստել ինչքան պետք է, անուն մեր հայրենիքի։ Փաշինյանը ձեզ բոլորիդ համարում է իր եղբայրները, դուք նրան համարում եք։ Կներեք, ամուսնացյալ, ես կուսակրոն եմ, այո, ու ես այս պահին թիրախավորված եմ, որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, ես թիրախավորված եմ այս պահին, ու մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը նորից կուզենամ հրավիրել այս հարցի վրա, արդյոք որքանով է խղճի ազատության օրենքի մեջ տեղավորում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչու է լռել մարդու իրավունքների պաշտպանի, ինչու մինչև այսօր մի հայտարարություն չարեց։ Այսինքն պատմության մեջ այդ կնոջ անունը ինչպես է մնալու, իբրև լռող մարդու իրավունքների պաշտպան, հա։ Խղճի ազատության օրենք է ոտնահարվում, թող մտածեն։